Ես կարող եմ ընդունել, որ ես լավ չեմ խոսում, ես կարող եմ ընդունել, որ մեր հայտարարությունը, ես կարող եմ ընդունել, ես չեմ հավակնում ասել, որ միշտ մենք ենք ճիշտ, դուք սխալ, բայց ուզում եմ պայմանավորվենք, կարդանք, լավ գուցե մեր տեղը գիտեք կարող եք զանգել, հարցնել, եթե մի բան մենք պարզ չենք ասում, արձագանքում ենք։ Կարող եք։ Լավ, եկեք սենց պայմանավորվենք, առնվազն պրոֆեսիոնալ չի, որ հիմա իմ ներկայությամբ դուք սկսեք կարդալ ձեր համար բացա։ Հաջորդ ասուլիսի ընթացքում ես հուսով եմ, որ այս փուլում պայմանավորված, այո, հաճախակի ասուլիսներ կանեն, խնդրանքս են մի քիչ ավելի պատրաստված եղեք, գոնե թեմայի շրջանակում ինֆորմացիան կարդացեք, նոր եկեք։ Դուք հիմա կարդացիք, լավ, հիմա ես չեմ կարող հավակնել, որ դուք այսքան ոտի վրա խոսակցության ընթացքում ճիշտ եք հասկացել եւ չեմ ուզում ժամանակ կկարդաք հաջորդ ասուլիսի ժամանակ, ասեք։ Համեցեք։ Որևէ հայց այս բանին դեռ չի պատրաստվում, դեռ քննարկումների փուլում է։ Դե արդեն պատրաստվում են հայցերը։ Իրավաբանական թիմը արդեն պատրաստում է։ Այո, ես նշեցի։ Իսկ բարի մասով է, Դանիել Յոհաննիսյանի մասով։ Այո, երկու գործով։ Մեկը քրեական, մյուսը Այո, այո։ Հիմա դատարան, թե դատախազությունը ոնց է այդ ընթացակարգում։ Թե եկեք հետևեք իրադարձություններին, հետևեք մեր հայտարարություններին եւ կպարզվի ընթացից։ Երբ որ դուք մեջբեր հիշեցիք նաև 2022-ը եւ ասացիք, որ ոնց է ժամանակային շփոթ եւ այլն, դուք ինչ եք կարծում, ինչու է հիմա անկախ դիտորդը նման հայտարարությունի հարել եւ այն ժամանակ դատարանում կպարզենք։ Ես չունեմ գնահատական, եթե ես ունենայի գնահատական, հղում չէի անի օրենքներին, հղում չէի անի եւ դատարանին չէի դիմի եւ դատարանով չէի ուզենա պարզաբանումները ստանալ, այսինքն ես չեմ ուզում էլի ասեմ ասոցացվում է, ես չեմ ուզում դա անել։ Դա իրավական գործընթաց է եւ բոլոր հարցերը եւ պատասխանները կհնչեն դատարանում, գուցե հնչեն այնպիսի պատասխաններ, որ միանգամայն արդարացված լինեն եւ ես ընդունեմ, որ ոչ մի ոտնձգություն իմ դեմ տեղի չի ունեցել։ Գուցե դա process է, որ պետք է դատարանում երևա։ Եվ եկեք առաջ չանցնենք իրադարձություններից։ Եթե հարցերը ավարտվեցին, համեցին։